Երթագրվել է 9 պատգամավոր Զարուհի Փոստանջյան, տիկին Զարուհի համեցեք, նախապատրաստվի Թևան Պողոսյանը։ Թեպետ ֆորմալ առումով քաղաքական նպատակահարմարությունը կարող են այսօր գործածել եւ բերել օրենքի նախագիծ փոփոխություններ կատարել, ստեղծել մի այլ նախարարություն, տարանջատել խնդիրները եւ որոշել, որ այլևս երկու նախարարություն կարող է գործել եւ հիմնավորում ներկայացնել, որ քաղաքական նպատակահարմարությունից է դա բխում։ Ես կարծում եմ, սա օրինականությունից չի բխում։ Տեսեք, մի քանի օր առաջ մենք բախվեցինք մի այսպիսի գործընթացի, երբ քաղաքական նպատակահարմարությունից Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։ Այդ նպատակահարմարությունից ելնելով այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 4 գլխավոր դատախազի տեղակալ։ Մեկ շաբաթվա համար, մեկ շաբաթվա ընթացքում ստեղծվեց 5-րդ տեղակալի հաստիքը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, մեկ շաբաթում որոշում կայացրեցին նշանակել գլխավոր դատախազի տեղակալ, հետո այդ հաստիքը վերացրեցին։ Այսինքն սա բխում է միայն եւ միայն քաղաքական նպատակահարմարությունից, այլ ոչ թե բխում է պետական կառավարման շահից եւ արդյունավետությունից։ Հիմա այն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշել են ստեղծել մի նախարարություն, որտեղ պետք է նշանակեն նոր նախարար, որպեսզի բավարարեն համագործակցության այդ շեմը, այսինքն պահանջը դաշնակցության կողմից իրենց տրամադրել նախարարի պորտֆել։ Սա փորձում են ապահովել այդ ձևական կողմը, բայց միևնույն է, այդ փորձով ապահովել ձևական կողմը չենք ապահովում օրինականության սկզբունքը։ Արհեստական ստեղծված այս պաշտոնները չեն օգնելու պետության կառավարմանը, չեն օգնելու պետության կառավարման արդյունավետությանը։ 2008 թվականին, երբ ստեղծվում էր նոր կոալիցիա, մարտի 1-ից հետո ստեղծվեցին նոր նախարարություններ, ազգային ժողովում ստեղծվեցին նոր մշտական հանձնաժողովներ, որպեսզի կարողանան բավարարեն այդ համագործակցությունը, այդ կոալիցիոն քաղաքական համագործակցությունը։ Բայց ինչ ենք տեսնում 2008 թվականից առ այսօր, անցել է շուրջ, արդեն քանի տարի է անցել, 6 շուրջ, բավականին երկար ժամանակ է անցել, արդեն տարիներ են անցել, բայց պարզվում է, որ որևիցե մի նման համագործակցություն արդյունավետ չէր։ Պետությունը փաստորեն իր կառավարման այդ մոդելը որևիցե կերպ չկարողացավ կանգնեցնի ոչ արտագաղթը, ոչ պետական պարտքը կարողացավ կանգնեցնել, այլ ընդհակառակը ավելացրեց պետական պարտքը եւ այս արտագաղթի համընդհանուր քաղաքական անվստահության մթնոլորտում նորից գնում են քաղաքական պայմանավորվածությունների դաշտ։ Այս քաղաքական պայմանավորվածությունների դաշտը տեղի է ունեցել ոչ թափանցիկ գործընթացների միջոցով եւ իհարկե որևիցե բարելավում կամ դրական մթնոլորտ չի ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում։ Նույն այդ մարդիկ, ովքեր փորձում են հիմա վերախմբագրել իրենց հայտարարությունները, որ ասում են, որ իշխանությունները այս հեղինակություն չեն վայելում, հիմա այս մարդիկ չգիտես ինչու փորձում են այս հեղինակություն չվայելող իշխանությունների հետ կազմել կառավարություն եւ ստանձնել պարտականություն։ Սա մի անգամ չի ասվել այս իշխանությունների վերաբերյալ տվյալ անձանց կողմից, բազմիցս է այդ մասին հնչել,
Բազմից է հնչել, որ նրանք դուրս են գալի կառավարությունից, որովհետև համաձայն չեն արտաքին քաղաքականության հետ։ Արտաքին քաղաքականության հետ կապված որևիցե հարց չի փոխվել։ Հիմա ինչ արդեն համաձայն եք, թե հիմա քաղաքական պայմանավորվածություններն են այլ, որ մտնում եք այս հեղինակազրկված կառավարության հետ պայմանավորվածությունների մեջ։ Անընդհատ նույն շրջապտույտն է տեղի ունենում, 25 տարի է այդպես էլ փաստորեն չկարողացանք մեր պետական ազգային շահը տարանջատել քաղաքական մասնավոր նպատակահարմարություններից եւ այս քաղաքական մասնավոր նպատակահարմարությունների ելնելով էլ փաստորեն չունենք արդյունավետ կառավարում, չունենք կոմպետենտ կառավարում, կարող ենք պատահական մարդկանց բերել նշանակել բարձրաստիճան պաշտոնի, կարող ենք ձախողում թույլ տված մարդկանց նորից նշանակել պաշտոնի, կարող ենք բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրված անձանց նորից նշանակել բարձրաստիճան պաշտոնի եւ անընդհատ, իսկ սա տեսնում է հասարակությունը, հենց հասարակությանը սա է ուզում, ոչ թե այն, որ դուք քաղաքական ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեք, թե չեք բերի։ Հասարակությունը տեսնում է, որ բոլոր այդ քաղաքական պայմանավորվածությունները կեղծ են եւ ուղղակի հետապնդում են մեկ նպատակ՝ մասնավոր շահի սպասարկում։ Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել ամուսնություն, որոշել են հարց բերել, բայց տան պայմանները չեն բավարարում այդ ամուսնության համար նպաստավոր, այդ զույգի համար պայմանները նպաստավոր չեն եւ որոշել են մի սենյակը այդ բնակարանի կիսել, որպեսզի այդ զույգերը կարողանան այդտեղ բնակվել։ Այսպիսին է տպավորությունը այս օրենքի նախագծի եւ ասում եմ, որ չէ մեզանից եկեք այսպես պայմանավորվենք, մեզանից լրացուցիչ միջոցներ, ֆինանսական հատկացումներ այս ամուսնական զույգին չի տրամադրվելու։ Ուղղակի զգալի փոփոխություններ մեր բյուջեից տեղի չի ունենալու այս զույգի բնակության համար։ Բայց կարծում եմ, եթե բերում եք հարց, ապա այդտեղ ինչ-որ գումարներ կտրամադրվեն եւ ցավալին այն է, որ այդ բյուջեն բոլորիս է պատկանում, ոչ թե մի կառավարությանը կամ մի մասնավոր անձի։ Սա մեր հարկատուներից գումարն է, մեր գումարների հաշվին են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները եւ քաղաքական պայմանավորվածությունները։ Ես դեմ եմ քվեարկելու այս օրինագծին եւ կարծում եմ բոլորը թող դեմ քվեարկեն եւ սրանով մենք հասկացնենք, որ հարկատուների ոչ գումարները, ոչ այս քաղաքական պայմանավորվածությունները արդիական չեն եւ մեր հարկատուներից գումարները մենք չենք պատրաստվում այսպես վատնել։ Թևան Պողոսյան, նախապատրաստվի Նաիրա Զոհրաբյանը։